Բարև ձեզ, Երկխոսության լսարանի հյուրն այսօր ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Բարսեղյան, խոսենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով կալանավորվել է 8 անձ, այդ թվում Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ, իսկ զանգվածային անքարկությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սա վերջին տվյալներն են։ Ձեր կարծիքով ինչու հենց հիմա եւ առհասարակ ձեր գնահատականը տեղի ունեցողի վերաբերյալ։ Ինչքան հրապարակված տեղեկություններից կարելի է դատել, գաղտնալսումները սկսել են Ղուկասյան Վարդանի քաղաքապետ դառնալուց հետո, թե ինչ հիմքերով, ինչու է դատարանը բավարարել գաղտնալսման միջնորդությունը, դա երևի ավելի ուշ պարզ կդառնա, բայց 6 ամիս գրեթե էլի 6 ամիս շարունակ գաղտնալսել են, թե որտեղ էլի հետո պարզ կդառնա, ոմանք ասում են նաև տանը, չգիտեմ ինչպես ճիշտն ասած, ինչ-որ կասկածներ, ինչ-որ բաներ են ունեցել մտածելու համար, որ քրեական հանցագործություն է քննվում, մանրամասները ես չգիտեմ, ինչպես չգիտե շարքային քաղաքացին։ Եվ ինչ-որ մի պահի որոշել են, որ պիտի ձերբակալման գործողություն իրականացնեն։ Սովորաբար իրավապահ մարմինները այստեղ այլուր նման որոշում կայացնում են այն բանից հետո, երբ համարում են, որ հավաքել են բավարար ապացույցներ հանցագործության։ Եթե չեն հավաքում կամ շարունակում են հսկողությունը, օպերատիվ հսկողություն, գաղտնալսում եւ մնացած բաներ կամ դադարեցնում են։ Ոչ ոք չի իմանա, երբ չի բացահայտվում գաղտնալսումը, ինքը գաղտնալսվել է արդյոք թե ոչ։ Գուցե շատ շատերին են գաղտնալսել եւ գաղտնալսում, եւ եթե հիմք չի լինում զարգացնելու այդ ուսումնասիրությունը կամ հետախուզությունը, գուցե դադարեցնում են։ Այս դեպքում ինչքան ինձ է թվում, հակակոռուպցիոն կոմիտեն համարել է, որ բավարար ապացույցներ ունի, որպեսզի անցնի ձերբակալման գործողությանը։ Խոսում են անցած օրերին նաև այն մասին, թե ինչու ծանոթագիր չեն ներկայացնել, որ ուղարկել, որ ներկայանա մարդը կամ մյուսները նույնպես, դա քննչական գործողություն իրականացնող կամ այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի իրավունքն է ընտրել, թե ինչ միջոցով է անում։ Մի բան է, որ ծանոթագիր է ուղարկում եւ դա հնարավորություն է տալիս կասկածյալին ինչ-ինչ գործողություններ անել մինչև ներկայանալը, կոնկրետ Ղուկասյան Վարդանի մասին չէ խոսքը, ընդհանրապես ապացույցներ ոչնչացնել, փաստաթղթեր ճնջել, համակարգչից, տեղից ընդեղից։ Այլ բան է, երբ որոշում ես, որ այդպիսի բան թույլ չտալու համար հարկավոր է, այսպես ասած, անակնկալ իրականացնել, դա իրավունք է, դա հանցագործություն կամ սխալ չէ, էլի։ Օրինակ, եթե գնանք Աջապահյանի դեպքին, Աջապահյանի ձերբակալության հանգամանքը հիշում եք, այդ օրը ինքը էջմիածնում էր, հետո գնաց քննչական կոմիտե եւ այլն, որևէ բան թաքցնելու հնարավորություն չկար, որտեղ խոսքը վերաբերվում էր հրապարակային արած հայտարարություններին, հարցազրույցներին էր վերաբերում։ Այդ դեպքում կարող էին հեշտությամբ ծանոթագիր ուղարկել եւ հրավիրել հարցաքննության, ենթադրենք։ Այս մի դեպքում, երբ որ խոսքը գաղտնալսված եւ տարբեր միջոցներով ստացած ապացույցների մասին է, նպատակահարմար են գտել գալ երկուշաբթի առավոտ եւ ձերբակալել։ Հասկանալի է, խոսքը միայն ձերբակալության մասին չէ, այնտեղ փաստաթղթեր, համակարգիչ, բան արգրավելու, որտեղ գործի մաս են։ Ահա սա է։ Իսկ տեղի ունեցածի այն մնացած զարգացումների հետ կապված շատ կոպիտ սխալ է եղել հայտարարել, եկեք հավաքվեք, որ թույլ չտանք տանեն ինձ, կամ եկեք հավաքվեք, որ թույլ չտանք տանեն քաղաքապետին, ձերբակալեն։ Սա ոչ միայն միամիտ բան է, այլև կոպիտ սխալ է։ Այդպիսի մտադրություն ունեցողները պիտի հասկանային, որ եթե իրավապահները տեսնեին, որ այնտեղ մարդիկ են հավաքված, հո չէին որոշելու թարգտալ գնալ տներով, ասեին, լավ դե մի որ չեք ուզում, որ տանենք, չենք տանելու։ Կամ ինչ էին մտածում, նման կոչեր անելով, որ ավելի շատ մարդ կհավաքվի եւ ֆիզիկապես թույլ չեն տա, որ իրավապահները իրենց գործողություններն իրականացնեն։
կարելի է մտածել, որ միամտություն է սա, էլի։ Ես իմ կարող այդպես են մտածել, որ հավաքվենք շատ որ լինենք, թողնեն գնան։ Այդպես չի լինում։ Կամ այն ամենավերջինը, ինչը ֆանտաստիկայի ոլորտից է, որ ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնելու, պաշտպանելու էր քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, մնացած 6 հոգուն եւ երկրում սկսվելու էր հեղափոխություն կամ իշխանափոխության գործընթաց, ափսոսալու էին, ասեին այ մարդ սխալ են կարել, էլի չենք եկել հասել ստեղ։ Արդյունքում տեղի ունենում այդ հրմշտոցը, պախումները եւ այլն, ու արդյունքում հիմա 15 հոգի, բացի այն 8 հոգուց կալանավորված են։ Այն մի քանի հոգու համար էլ ընտրել են խափանման այլ միջոցներ, այդ թիվը կավելանա թե ոչ, չգիտեմ։ Երեք էլ լուր եղավ եւս 3 հոգու կանայք, հա, ձերբակալման մասին քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակիցներ։ Ինչ կընտրեն խափանման միջոցը, դժվարանում եմ ասել, կանանց դեպքում հասկանում եք, որ բավականին բարդ է, չնայած այս հոդվածներին, արդարադատությանը խոչընդոտել եւ այլն, մի քանի հոդվածներով են այս մարտիկ կալանավորված, բուն գործերի նկատի չունեմ։ Եվ կանայք երեխեքի խնամող բան կարելի է մտածել, որ խափանման միջոց կընտրվի ոչ կալանքը։ Չգիտեմ, նայենք ինչ կլինի, այս թիվը կաճի, չի աճի, դժվարանում եմ ասել, բայց այս շարունակությունը կոնե 8-ից բացի, հա, մնացած անկարգությունների, բախումների, բաների հետ կապված մարդկանց կալանքը եւ ընդհանրապես բախումները կարող էին չլինել, եթե Ղուկասյան Վարդանը այդ պահին ներսից, եթե իրավապահներին ասեր հայտարարություն ունեմ անելու ժողովրդին, որ լարումներ, բախումներ չլինեն, հաստատ թույլ կտային։ Կոչ աներ ժողովրդին հանդարտվել, գնալ իրենց գործին եւ կամ իր մերձավորներին ասեր, դա փոխանցեին, հա, այնտեղ Փեսան է առաջին տեղակալ, վերջը ավականու անդամներ կային այնտեղ, կարող էր ասել, թե ժողովրդին հանդարտեցրեք, որտեվ ապարդյուն անտեղի քաշքշուկ է տեղի ունենալու, աներ սա տեղի չէր ունենա, 15 հոգի հիմա կալանավորված չէին լինի։ Կարող է լինեին, կարող է իրենց նախաձեռնությամբ, անսալով քաղաքապետի խոսքին, թե կարիք չկա ոչ մի հավաքվելու, ոչ մի հրապարակ փողոց փակելու կամ բախվելու ոստիկանների հետ, կարող ասեին, չէ, մենք դիկտատոր ենք։ Սա ուրիշ խոսակցություն է, էլի, բայց այս դեպքում զգալիորեն հազար ներողություն, պատասխանատվությունը հենց քաղաքապետի վրա է, այս երկրորդ գործի հետ կապված։ Վարդան Ղուկասյանին բերմանի ենթարկելու գործընթացը բավականին երկար տևեց, մի քանի ժամ աջակիցների քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվելու ոստիկանների հետ բախումների պատճառով, ձեր կարծիքով, պարոն Բարսեղյան, սա արդյոք չի խոսում իշխանության լեգիտիմության ճգնաժամի, իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազման մասին։ Երկար տևեցը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Ես օրինակ չեմ կարծում, թե այդ երևի 2 ժամ, հա, մի քիչ էլ ավել գուցե։ Այդ ամբողջ ընթացքում փորձում էին դուրս բերել եւ վախենում էին կամ կաշկանդվում էին դրսի ժողովրդից։ Ես ծանոթ եմ, ինձ հետ էլ եղել նման բաներ։ Ես կարծում եմ, որ այլ գործողություններ էլ են արվել։ Դա տեսակ, հա, վիդեոների մեջ կային համակարգիչ, ինչ որ թղթերի փաթեթներ եւ այլն, իսկ համայնքապետարանում, ոչ միայն համայնքապետի մոտ, այլև առավել եւս գլխավոր ճարտարապետի մոտ եւ ուրիշ բաժիններում բազմաթիվ թուղթ ու համակարգիչ ու կրիչներ ու բաներ կան, այդ ամբողջը ջոգել, զատել, որոշել արգրավելու համար փաթեթավորել, կնքել, թղթեր կպցնել վրան, որ անձեռնմխելի մնա մինչև հասնի այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտե, որովհետև եթե այդ գործողությունները չարվեն, ճանապարհին մի բան ավելանա այդ թղթերի մեջ կամ պակասի, կդառնա ապացույցների կեղծում եւ այլն, դա ժամանակ է ուզում իսկապես։ Ես չեմ կարծում, թե եթե ուզեին ինչ-որ մի պահի դուրս բերել, դա 10 րոպեից ավել տևեր։ Այնպես չէ էլի, որ 2 ժամ, 2 ժամ ու կես, 3 ժամ նայել են լուսամուտից, ասել են ժողովուրդ է հավաքված, լավ, հələ մի բերեք, կարող է գնան, այս մարդիկ նոր դուրս կտանենք, էլի, այդ դեպքը չէ։ Միևնույն ժամանակ բանը Հիշենք Աջապահյանի Էջմիածնի դեպքը, այնտեղ իսկապես չուզեցին ներխուժել այն փակ տարածքները, որտեղ գտնվում էր կամ բաց տարածքները, որտեղ գտնվում էր Աջապահյանը, երևի մտածեցին, որ բան է, էլի հրմշտոց է բան է, մարդկանց ֆիզիկապես վնաս կլինի, այս կլինի, այն կլինի,
Աջապահյանն էլ, եթե չեմ սխալվում, 2 անգամ փորձեց դուրս գալ, յուրայինները համոզեցին կամ չթողեցին նստի մեքենան, մեքենայից իջեցրեցին, պետք է որ հիշեք այդ դրվագները։ Հետո ինքը հասկացավ, որ կամ որոշեց, որ բանը գնալ ներկայանալն է, էլի ճիշտ, եւ որոշեց գնալ ներկայանալ։ Իշխանությունների ընդհանրապես ոչ այս գործի հետ կապված իրավապահ համակարգի բարեփոխման դանդաղկոտությունը, այդ համակարգի տարբեր օղակների ոստիկանությունը, հետո ես իմ քննչականներն են, դատախազությունն է, առավել եւս դատավորներ, գործերի քննությունը տարիներով, ստից գործերի քննությունը տարիներով ակնհայտորեն մարդկանց մոտ լուրջ տարակուսանք ու կասկածամտություն է առաջացրել, թե ես չեք ուզում անել, թե չեք կարող անել, հələ պատմեք հասկանանք, էլի։ Այն մի մասի քաղաքապետի դատավճիռը դեպքից 7 տարի ու կես հետո, ապրիլ 18 թիվ, հոկտեմբեր 25 թիվ։ Այդ ինչ մի բարդ գործ էր, որ 7.5 տարի չէի կարողանում գլուխ բերել։ Հա, այստեղ հասկանում եք, որ այդ մեքենայի մեջ ահագին աշխատող օղակներ կան, լիսերներ, աստղանիվեր, բաներ, որոնք խոչընդոտում են արագ եւ արդյունավետ քննությունը։ Ինչու՞ չեք արել։ Այս հարցի միակ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, հա, եւ ունենք սրա հակառակ նաեւ դեպքեր կան, որ գործը արագ մի ամսում քննվում է, մի ամսում էլ դատարանում լսվում է, վճիռը կայացվում է, այդ ինչպես եղավ, հա։ Հասկացել է պետական իշխանությունը, թե ինչպես են լինում այս տարօրինակությունները։ Այս գործի հետ կապված չեմ ասում, ընդհանրապես արդարադատության իրականացումը։ Ու լիքը հարցեր կան, էլի 4 միլիոն դրամի կաշառքի ենթադրենք ճշմարիտ են այդ ամբողջը 8 հոգի կալանավորված, հա, իսկ Քոչարյան Ռոբերտը ազատության մեջ է։ Աշկի լսով մնաս պարոն Փաշինյան։ Ինչպես է տա լինում։ Ու լիքը ուրիշ մարդիկ։ Բանը ինչ է, Սերժիկ Սարգսյանը ահագին մարդ բարեհաջող կերպով կարողացավ թափանցիկ կերպով անցնել Հայաստանի սահմանը, հայտնվել արտերկրում եւ հատկապես սիրելի Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այդ մարդիկ ինչպես կարողացան հատել սահմանը, եթե իրենք քննության տակ էին, խափանման միջոցներով էին ծանրաբեռնված, կամ ինչպես եղավ, որ անցան հաջորդ օրը դատարանը որոշեց, որ խափանման միջոցը կալանքն է կամ չգիտեմ ինչն է, էլի չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մեղքերը ում վիզն են։ Այս հարցը մեկ հասցեատեր ունի, ոչ Վահագն Ալեքսանյան, ոչ Ռուբինյան, ոչ Արուսյակ Ջուլհակյան, սրա հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Ինչու է արդարադատության համակարգը դանդալոշ աշխատում, կարելի հակառակից գալ, էլի, դանդալոշ է աշխատում, որովհետև չի բարեփոխվել։ Փաշինյանն էլ ասում է, թե ռեֆորմա այն է, ինչ պետք է դանդաղարվի։ Խոստացել ենք դատավորների քննազտում անել, վեթինգ անել, չեն կարել եւ ճիշտ են կարել։ Այս անլրջությունը բերում է հազարավոր մարդկանց տարակուսանքի, այդ ընտրովի է կանում փաստորեն արդարադատությունը։ Քոչարյան Ռոբերտը ինչի պետք է լինի ազատության մեջ, այս հարցի տակից չի կարող դուրս գալ պարոն Փաշինյանը։ Սերժ Սարգսյանն է հայտարարություն արել կապված Վարդան Ղուկասյանին կալանավորելու հետ։ Նա նշել է, մեջբերում է, մենք սա տարել ենք ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է նրա օգտին։ Արդյոք սա խուսափել չի նշանակում պատասխանատվությունից, որովհետև իրենց ներկայացուցիչի շնորհիվ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ։ Ճիշտ ասած, ես միշտ եմ կասկածներ ունեցել, որ Սերժ Սարգսյանը տրամաբանության հետ խնդիրներ ունի։ Հիշեք օրինակ, հա 14 թվականին ինքը խոստանում է նոր սահմանադրության եւ Հայաստանի պետական համակարգի փոխման դեպքում նախագահականից պարլամենտական փոխվի թե չփոխվի, ժողովուրդը սահմանադրությունը կընդունի թե կմնա նախագահական, բոլոր դեպքերում ինքը երկրորդ ժամկետից հետո, որը ավարտվում էր 18 թվականին, ոչ մի հավակնություն չունի լինելու կառավարման համակարգում նախագահ կամ վարչապետ։ Սա իր հայտարարությունն է։ Այդ պահին իհարկե նույն օրը ես գրեցի, որ այս մարդը կամ ստախոս է, կամ խնդրեմ ունի տրամաբանության հետ։ Եկավ հասավ 18 թվականը մարդը առաջադրվեց վարչապետ։ Այն սահմանադրություն կեղծելն էլ մտքերս էլի 15 թվի։ Հիմա մարդը ելել ասում է ոչ թե ես ինչին ենք պաշտպանել, այլ իրենց քվե տվողներին։
ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում սա։ Եթե ասողը լիներ 4-5-րդ դասարանի երեխա, կարելի էր նստել տրամաբանություն բացատրել, էլի։ Հիմա ես ինչ բացատրեմ, ասեմ, եթե ընտրողներին եք սատարում եւ այդ ընտրողների ընտրյալը այսինչ մարդն է, դուք չեղա որ այդ մարդուն եք սատարում։ Կամ որոշ քաղաքական գործիչներ, Մարտունե Գրիգորյան ասում է, թե ճարներս կտրած քվե տվեցինք, բայց մենք պատասխանատու չենք Ղուկասյանի համար։ Մինչև այս ձերբակալությունը իր խմբակցությունից ավականու այդպես էին խոսում, հիշում եք։ Հա, ինչպես կարելի է ընտրել մեկին եւ պատասխանատու չլինել այդ մարդու համար։ Եթե ինչ-որ մեկին գործ եք պատվիրակում կամ ընտրում եք որպես կարևոր գործի գլուխ, դուք եք քվե տվել, էլի, հա։ Ու այդ մարդը ավտոբուսը տանում խփում է պատին, օրինակ։ Պատասխանատու, իսկ եթե այդ մարդը Գյումրի քաղաքում 1 տարվա ընթացքում կառուցում է 40,000 բնակարան եւ բոլոր անօթևանները տեղավորվում են, բոլոր փողոցները ասֆալտապատում է, կառուցում է Disneyland այստեղ ձեր ընտրյալը ենթադրենք, հա, էլ ինչ է անում, հարգուտուրքը նորմալ կանձում է կանձարան, մի խոսքով փայլուն պայծառ կառավարում է իրականացնում, այդ դեպքում ինչ պետք է ասեք, պետք է ասեք, մենք պատասխանատու չենք իր արած լավ գործերի համար, այդ դեպքում սիրուն կասեք, որ ահա տեսեք մեր ընտրյալն է այդ գործը արել, ինչ բարեհաջող ընտրություն ենք կատարել մենք, ճիշտ է, հենց որ պարտությունը տեր չունի, այսպես ասած, էլի, հաղթանակը միշտ տեր ունի, ընտրել եք, պատասխանատու եք, ինչքան ուզում եք ասեք, մենք պատասխանատու չենք, այդպես չէ, դուք եք ընտրել, դուք պատասխանատու եք, բոլորը պատասխանատու են նրանց համար, ում ընտրում են, ամուսնական զույգին էլ է դա վերաբերվում, քեֆի գնալու համար գազելի վարորդին էլ է դա վերաբերվում, ինչ ասեմ, ռեստորան եք մտել, ընտրել եք, որ այդ ռեստորանում պիտի ցես կերակրեն ու ցես լավ չեն կերակրում, ձեր ընտրությունը մեղք ունի այդտեղ, թե չէ, այդ մարդուց էլ է բնականաբար, էլի, իհարկե մենակ Բա կրեք այդ պատասխանատվությունը, նույնը ստեղ է, էլի, Սերժիկ Սարգսյան, նման բաներ, որ ասում եք, ինչ եք սպասում, էլի, մարդիկ պիտի ասեն, տեսեք ինչ, իսկ ներողություն, իր անդրող ինչ է նշանակում։ Մենք աջակցել ենք իր անդրողներին, հա, կամ քաղաքացիների այն մասին, որը իրեն են ընտրում։ Հա, ինչ եք այդ մասին աջակցել եւ ոչ թե մյուս մասին։ Հա, այսինքն ստեղ լուրջ խնդիրներ կան ըստ երևույթին տրամաբանության, գուցե նաև առողջական վիճակի հետ կապված։ Նմանատիպ հայտարարություններ արել նաև Մարտուն Գրիգորյանը, արդեն կալանքից հետո ես ձեռքերս ծալած չեմ նստելու, շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Թող չունենա, բայց քաղաքը կառավարեք, արեք այնպիսի կառավարում, որ մարդիկ գոհ լինեն, որ ցեզ, եթե գոհ են, ուրեմն շատ լավ է, ինչ է ասել, չան ասում, չան լսում եք, մեկ-մեկու արժանի եք, խնդրեմ չկա այդտեղ։ Հա թող չունենա, չեք ուզում, դե բնական է, որ չպետք է ունենա։ Դուք ինչ սցենարներ եք, խնդրեմ։ Սցենարներ այս վիճակում ինչ որ շատ մեծ ընտրություն չկա իհարկե, քաղաքը ըստ երևույթին կառավարելու է առաջին տեղակալը, եթե հանկարծ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշի, որ շահերի պախում կա քաղաքապետի եւ առաջին տեղակալի միջև, փեսա աներ հայր ասենք, հա, այդ դեպքում ստիպված կլինեն մեկնումեկը հրաժարվել պաշտոնից։ Գուցե այս դեպքում լիազորություններով կասեցված Ղուկասյան Վարդանը որոշի հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, որտեղ դա իրեն որևէ կերպ չի օգնում, հա, այս գործի մեջ։ Այդ դեպքում համայնքի ավականին ստիպված է լինելու համայնքապետ ընտրել։ Չի բացառում, որ այդ դեպքում կընտրեն առաջին տեղակալին։ Եվ այս դեպքում հաշվի առնելով Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը, որ հանկարծ ԿՊ-ից չլինի համայնքի ղեկավարը, կարող են նորից քվեն տա կոմունիստական կուսակցության տեխնացուին։ Ինչու կոմունիստական կուսակցության տեխնացուին, որովհետև 8-9 հոգի ունի ավականու կազմում այս խմբակցությունը, թեպետ էլի կարծեմ 2 հոգի էլ է ձերբակալված ավականու կազմից։ Եվ ամենաշատ ամենահայտունակն է, այսպես ասած։ Կարող է նաև բանակցությունների ժամանակ գցեն բռնեն, ասեն լավ դե թող այս անգամ պարոն Գրիգորյանը լինի համայնքի ղեկավար, տնեն 19 հոգով քվեարկեն պարոն Գրիգորյանի օգտին, կամ 17 հոգով, եթե երկուսը ձերբակալված են, կամ 3-ը լիազորությունները դադարեցված չեն, ենթադրենք։ Գյումրին, դա կարող է այդպես լինել, հա, սցենարներից մեկը կարող է այդպես լինել։ Ամենամիամիտ սցենարն այն է, որ ասեն լավ դե Պալասանյանն այնպես էլի ԿՊ-ի ժողովուրդ ուզում եք քաղաքը ձերը լինի, թող ձերը լինի, տեխնացու առաջ քաշեք, թող ընդրվի։
այդ դեպքում մաթեմատիկան հուշում է, որ պիտի գերի ընկնի քաղաքացիական պայմանագրից այն մեկը, ով միամտություն կունենա քաղաքապետի տեխնացու առաջադրվել, որովհետև 14 հոգու քաղաքապետի տեխնացուն ճարը կտրած կատարելու է 17, 18, 19 հոգանոց ավականու այդ 4 ուժերի միավորման կամքը։ Ինչ նախագիծ էլ բերի ավականու նիստերին, այն 19 հոգին ասելու են, չէ, դեմենք, հաստիկացուցակի մեջ սա ավելացրու, սա պակասեցրու, եւ տնելու են քվեարկեն, ասելու են քաղաքապետ դիր քվեարկության, ով էլ լինի, չգիտեմ, ով կա, Սարիկ Մինասյանն է, Քնարիկ Հարությունյանը կամ մեկ ուրիշը, կրակն են ընկնելու, այսպես ասած։ Ինձ թվում է, որ այդքան խոհեմություն կունենան եւ վերադառնալով պարոն Գրիգորյանի, Մարտուն Գրիգորյանին խոսքին, թե քպեիտ չլինի, քաղաքականության մեջ լիք ուրիշ գործիքներ կան, քան թե տեսակ կարճ բանը թվում է թե փառահեղ լուծումը։ Օրինակ այն ժամանակ եթե այդ 4 քաղաքական ուժերը տեխնացու առաջ չքաշեին, դե որոշել էին, որ Վարդան Ղուկասյանը կլինի, այնքան որ ԿՊ-ն չլինի, բերեք հլա հասկանանք էլի, հարգելի քաղաքական ուժեր, դուք քաղաքը բարեփոխելու, բարենորոգելու, կառուցելու, զարգացնելու համար եք ընտրվել, թե ավելի առաջնային ուրիշ միտք կա, կողմնորոշվեք։ Սա կարևոր հարց է։ Կարող է եւ ձեր նպատակը ուրիշ բան է, որ ոչ մի դեպքում ԿՊ-ն չլինի քաղաքի, ուրեմն իշխող քաղաքական ուժ։ Եթե առաջինն էր, կարող է պատահի, կարող է որոշեիք, որ քաղաքացիական պայմանագրից մեկը ընտրվի քաղաքապետ եւ դուք ձեր 19 հոգով 14 հոգուն աշխատեցնեիք ձեր պատկերացրած ծրագրերը անել տալու համար, Դիսնեյլենդ սարքել տայիք, անի թաղամասի, մուշ թաղամասի վերջերը, ինչպես խոստանում էր Մարտուն Գրիգորյանը։ Իրենք բացահայտ ասում են, որ քաղաքական ենթատեքստ ուներ առաջին հերթին իրենց։ Բոլոր ընտրությունները ունեն քաղաքական ենթատեքստ, ոչ միայն ենթատեքստ, համատեքստ, տեքստ, քաղաքական բովանդակություն։ Ընտրությունը այլ կերպ լինել չի կարող, այսինքն էլի քաղաքական, հո ես իմ ասածը ապա քաղաքական չէ։ Այն ժամանակ օրինակի համար, որ իրենք տեխնացու առաջ չքաշեին եւ ԿՊ-ն տեխնացու առաջ քաշեր 14 հոգով, առաջին փուլում չէր ընտրվում, կեսից ավելին չէր, երկրորդ փուլում Երևանի նման համայնքապետի ընտրությունների քաղաքացիական պայմանագրից ընտրվեր քաղաքապետը, այդ քաղաքապետը իր 14 հոկանոց խմբակցությամբ, ճիշտ այնտեղ մի 10 պաշտոներ փոխելու, հատող փոխեր ասենք թե 10 հոգի աշխատանք չստանային, էլի, այս քարյակ կուսակցություններից Վարդան Ղուկասյանին պաշտպանած, թող ստանային ԿՊ-ից, բայց երբ գալիս է կարևոր որոշումների կայացումը, ուշադրություն դարձրեք, հնգամյա զարգացման ծրագիր, տարեկան բյուջե, տարեկան աշխատանքային պլան, տարեկան բյուջե, հաստիկացուցակներ, հողակներով եւ համայնքապետարանի, համայնքային կույք, տեղական տուրքեր վճարների սահմանում, բան, այդ ամբողջը ավականին է անում։ Եվ դրա գերի է դառնում համայնքի ղեկավարը իր աշխատակազմով, կոպիտ ասած, ես լինեի, ասեի, եղեք հլենայեն ոնց եք կառավարում, մեր ուզածով եք կառավարելու։ 19 հոգին ինչպես քվեարկել, այնտեղ կբերեին իրենց նախագծերը փոքրամասնության կառավարիչները եւ մեծամասնությունը կասեր, չէ, դուրերս չի գալիս, հնգամյա զարգացման ծրագրից էս փողոցները հանեք, մտցրեք խնամոնց փողոցները։ Տարեկան աշխատանքային պլանի միջից էս խաղահրապարակները հանեք, մտցրեք մեր քերանց տների խաղահրապարակները ու կքվեարկեին կողմ ու ոչինչ անել չէր կարողանա քաղաքացիական պայմանագիրը բացի երկու տարբերակից կամ կատարել դա կամ հրաժարական տալ։ Պարոն Բարսեղյան, դուք հավանական համարում եք նոր ընտրություններից Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է եւ փորձը ցույց տվեց քաղաքացիական պայմանագիրը տանջվեց Պալասանյան Տաշինքի հետ կոալիցիայի մեջ, վերջում որոշեց, որ այդ կառավարման բաժինը, որ ինքը ունի, մասը, կեսը, իրեն ձեռնտու չէ, մեկ էլ կդան ինչ-որ հողերի գործ, ինչ է, Սևբերդի տարածքում, մեղադրանքներ եւ այլն, Պալասանյան Տաշինքն էլ շատ երկար չմտածեց, ասեց ձեզ եղնի ախպեր, բարով կառավարեք, հրաժարական տվեցին, գնացին ճգնաժամ արտահերթ ընտրություններ եւ այլն, արտահերթ ընտրություններ, հիմա ետ նայելով այդ 1 տարին շատ հետաքրքիր է, եթե ինչ-որ մի հնար լիներ մտնել քաղաքացիական պայմանագրի հոգու խորքերը եւ ասել կոհեք ձեր արածից ընկերներ, թե պիտի ասեք արդարադատություն ենք իրականացնում, ինչից եք դժգոհ, օքեյ, կոհենք, բանը, այս դեպքում կարող է լինել եւ այդպես, կարող է եւ իշխող քաղաքական այս քարյակ ուժերը գցեն բռնեն, ասեն չէ, սա քաղաքական հալածանք է, եթե հաշվեն որ
իրենց հրաժարականը կամ բոյկոտը արտահերթ ընտրությունների ավականու, արտահերթ ընտրությունների բերելը նպաստելու է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենց ավելի բարենպաստ դիրքի, հրաժարական կտան, 14%-ով համայնքի ավականի չի լինում եւ արտահերթ ընտրությունների կարիք կլինի, ենթադրենք կես տարի հետո, ազգային ժողովի ընտրություններից մի քիչ առաջ։ Եթե հաշվարկեն, թե Երևանում պիտի հաշվարկեն, այդտեղ հաշվարկող չկա, էլի։ Երևանում էլ փորձը ցույց է տալիս, որ վատ են հաշվարկում։ Ինչ որ հետազոտություններ են պատվիրում, որը միշտ գալիս ասում է, չկա քիզի նման, Տունիսան նման, պարոն Քոչարյան եւ այլն, լավ ջիգարով ապակողմնորոշում են, էլի։ Երնում ասում է 60% ունենք մենք, այս տեսակ բաների հետ գործ ունենք։ Եթե Երևանում հաշվարկեն, որ հրաժարականը, թոհուբոլ, ինչ է, տեղական քարոզարշավը, ինչ որ տեղի ունեցավ այս տարվա սկզբում, աշխատելու է իրենց օգտին, վարկանիշ է ավելանալու իրենց եւ ազգային ժողովի ընտրություններին իրենք կունենան առավել դիրք, քան թե այսպես քշել առաջ, կանեն այդպես։ Մյուս կողմից կարող են գցել բռնել, ասել, չէ՞ դե լավ, մենք ավականու կազմում 19 հոգի ենք, այսպես թե այնպես։ Բերեք ավականու դիրքը, ամբիոնը, ինչ է, պաշտոնները, քաղաքապետարանում եղած պաշտոնները, դրանք այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանի նշանակած մարդիկ են, խորհրդականներ են, օգնականներ են, ես իմ բաժինների ժամանակավոր պաշտոնակատարներ կան աշխատողների եւ բաների։ Բերեք բան անենք, պահպանենք սա եւ փորձենք մեր ազդեցություն, օրինակ ավականու նիստերը վերածենք բաների քաղաքական ելույթների ամբիոնի, ինչպես Երևանում ազգային ժողովում է դա տեղի ունենում, կարող է հաշվարկեն, շեշտում եմ, Երևանում պետք է հաշվարկեն, այստեղ հաշվարկող չկա։ Հաշվարկեն, գցեն բռնեն, ասեն, չէ, այսպես գնում ենք, այս եղած հաղթանակը Ղուկասյանի ընտրվելը, այս բանը ինչ է անունը, ձերբակալությունը, քաղաքական հալածանքներ կայացնելով բան եւ այլն, գցեն բռնեն, որ դա ավելի ձեռնտու է, ավելի լավ դիրք ունենալու ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ հրաժարական չտան չլուծարվի։ Քաղաքացիական պայմանագրի 14 հոգին նիստերին գնա չգնա, էական չէ, 19 հոգով կարող են նիստերն անել։ Այսինքն հարուստ խաղ է, էլի, բլոթից պետար հարուստ խաղ է կյանքը։ Պարոն Բարսեղյան, եւս մեկ հարց եւ ամփոփենք, Կրեմլում անհանգիստ են Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարությամբ հանդես եկել, նշելով, մեջբերում են որևէ կասկած չկա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է, ասել է Զախարովան, մեկնաբանելով ընդդիմադիր քաղաքապետ Ղուկասյանի եւ նրա կողմնակիցների ձերբակալության, հետո նաև կալանավորման մասին լուրերը։ Նա նշել է, որ Մոսկվան հետևում է զարգացումներին, հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հիպատոսությունը եւ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։ Զախարովան նաև նշել է, որ իրավիճակի հանգուցալուծումը հիմա հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին։ Արդյոք սա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին։ Ինչու են անհանգիստ Կրեմլում։ Կարճ պատասխանը այո, եւ Կրեմլը միշտ մտահոգ է լինելու Հայաստանում, Գյումրիում, Գորիսում, Գորիում, Վրաստանում, Մոլդովայում, Քիշնևում, Ուկրաինայում, Տոյեսին, Բիշքեկում, Սամարղանդում տեղի ունեցող բոլոր հնարավոր բոլոր իրադարձություններին, որը այդ երկրների իշխանությունների անկախության, ինքնուրույնության աստիճանը բարձրացնում է կամ բարձրացնելու միտում ունի, սա վառում թողնում է Կրեմլին, որովհետև այդ նախկին հանրապետությունները, որոնք իրենց գաղութներն են եղել տարբեր ժամանակահատվածներով, 100, 200, գուցե մի քիչ ավելի տարի, իրենք ողբում են կայսրության անկումը։ Այնքան ժամանակ, քանի դեռ այդ կայսրությունը չի քանդվել, ինչպես մնացած բոլոր կայսրությունները, հռոմեական, արաբական, թուրքական, օսմանյան եւ այլն, եւ չի պարփակվել իրենց էթնոսի տարածքում, դա Մոսկվան է ու կողքը բոլորը մի 500 կիլոմետրով, էլի, այն մնացածը փոքր ազգերի, տարբեր ազգերի ինքնավարություններն են։ Մի օր գալու է, մենք կտեսնենք, չենք տեսնի այդ կայսրության հերթական մաշումը։ Եվ ամեն անգամ Կրեմլը ճանալու է վերամիացնել իրեն կորցրած տարածքները, տարբեր ջանքեր է տնում, Ուկրաինայում բրուտալ ուժ է կիրառում, պատերազմ, ագրեսիվ հարձակում, անմարդկային հանցագործություններ, ֆաշիզմ է անում։ Վրաստանի դեպքում հնգօրյա պատերազմը 8 թվականի, հիմա քաղցր-մեղցր շակալատ,
եւ այլն, Ադրբեջանի հետ ուրիշ ձև, ամենտեղ որտեղ Բելարուսի հետ ընդհանրապես վզից բռնել, բերել, կողել Միութենական Հանրապետություն, չթպրտաս եւ այլն եւ այլն, անշուշտ այս տեսակ հայտարարությունները միջամտում են այլ երկրների ներքին գործերին։ Դա հասկանալու համար կարելի է փորձել հայելայինը պատկերացնել, որ ասենք մեր արտգործնախարարության խոսնակը ելնում սկսում է խոսել Նավալնու բանդում հայտնվելու մասին, բանդում հյուծվելու մասին, բանդում սպանվելու մասին, կամ Պետերբուրգի երկչուհի Նաոկայի ձերբակալման 13 օր վարչական կալանքի մասին եւ վիշտ ու ցավ հայտնի, որ սա մեզ մտահոգում է, որտեղ մենք բարեկամ երկրներ ենք, մենք ուզում ենք հասկանալ ինչու են մշակույթի գործիչներին ձերբակալում, աղջիկը երկել է, էլի, հա, այդ դեպքում ղժոցը կլսեք Մոսկվայի հիստերիկ է, այդ կնոջը ոչ մի օղի եւ տեղ այլևս չի փրկի այդ ղժոցին դիմանալու համար, էլի, եւ արագ կկանչեն մեր տեսփանին արտգործնախարարություն Մոսկվայում, կասեն, «Ձեզ ինչեր եք թույլ տալիս, ինչ եք միջամտում մեր ներքին գործերին»։ Խաբարովսկի գուբերնատորին մնացած լիքը քրեական գործեր կան այդպիսի, հա, վերցնեն ու մերոնք նման բան անեն։ Այսինքն, այդ հայտարարությունից մի քիչ հետո պիտի Հայաստանում Ռուսաստանի տեսփանը հրավիրվեր արտգործնախարարություն, Պետք է կանգնեին ու մի ժամ ու կես թուկումուրտային քաղաքական դիվանագիտական ասեին, էլ բախտերը չփորձեք։ Հայաստանի ներքին գործերին Գյումրու քաղաքապետը չէր մենակ։ Վանաձորի քաղաքապետը, Բերդի համայնքապետը, բան եւ այլն։ Ինչու եք բանը, ինչ որ բաներ են տեղի ունենում։ Մենք կապեր ունենք в то же время, բայց բառը չի ասում, էլի։ Միաժամանակ իրենք շատ վշտացած են, այ կնիկ գնա մի քիչ վշտացած եղի, ասենք ցեխերի մեջ խորտակվող ձեր գյուղերի տների, ասենք շտաբ օգնությունը 3 օրվա է տեղ հասնում։ Մի խոսքով գնա վշտացած եղի են հազարավոր 100 հազարավոր զոհերով, որին քո շեֆի շեֆը ղրգեց պատերազմ եւ չգիտեմ ինչ ստացավ նրանց փոխարեն, էլի։ Քո ինչ գործն է։ Այս ամբողջը տեղավորվում է գաղութատիրական քաղաքականության շրջանակներում։ Դեռ երկար են վժվժալու, վշտանալու, ուղղակի պիտի բերանները ծեփել ամեն անգամ, քաղաքական ապտակ պիտի հասցնել, ասել քեզ կարգին պահի, աղջիկ ջան, այս քո Կրասնոդարսկի կրայի գուբերնատորին չենք բռնել, էլի։ Բռնել ենք, ճիշտ ենք արել, սխալ ենք արել, մեր ներքին գործն է։ Փաստաբաններ կան եւ այլն, եւ դու ով ես եկել քիթ խոտել ես այդտեղ։ Գյումրին էլ բան է, անկախ պետություն չէ, էլի։ Հասկացանք, բազակա կերանք ձեր բազան, էլի։ Մի խոսքով, այս պատասխանները պիտի իշխանությունը տա, ինչը չի անում, էլի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ երկխոսության լսարանում զրուցում էի ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ, տեսություն կհանդիպենք։